բեր բազուկդ, այսօր արդեն զանգն է հրճում զանգնասար Արցախ աշխարհի, երիր եղբայր բազուկդ բեր ելնենք մենք պայքարի։ Պատերազմի դաշտում խոսում էին, չէին ասում բրիգադա ես ինչ կազմ, ասում էին Սիսիանի տղեկը, Սիսիանի ջոկատը, Սիսիանի գումարտակը, Սիսիանի գունդը։ Բանակ երբ ձևավորվեց, այդ ջոկատների հիմքերի վրա բոլորս ներգրավվեցինք բանակի մեջ, որովհետև բանակ ավելի հզոր միավոր, ավելի մեծ միավոր է, այս պարտության մեղավորությունը նրանում էր, որ բանակին թողած իրանք առանց կոչ էին անում ջոկատների ձևավորման։ Այսինքն այն ժամանակ, որ մենք մի կերպ կարողացել ենք բանակ ձևավորել, Բարամկի պառակտում ձևավորվեց 44-ի ժամանակ։ Խորը կիրճերը, այս բարձր սարերը, որը ես շատ եմ սիրում։ Ահավոր շատ եմ սիրում։ Ինձանից աշխարհում ամենաշատ սիրում եմ իմ հայրենիքը, իմ այս քարերն եմ սիրում, որտեղ ամեն ինչ ասված է, իմ պատմությունը, իմ ազգի տեսակը, ով լինելը, այս քարերը ամեն ինչ հաղորդում են, այս տարիներով, հազարավոր տարիներով կանգուն, բայց լուռ այս քարերը, որոնք այնքան շատ բան են ասում, այս քարերը շատ բան են տեսել, այս սարերը շատ բան են տեսել, ճիշտ է գետերը տարել են նաև այդ ամեն ինչը իրանց հետ, բայց շշմելու է այս քարը, երբ գիտես, որ ինքը 1000 անգամ ինձ նման հազարավորներին տեսել են, այդ հազարավորներն եկել անցել են, իսկ իմ սարերը կանգուն են մնացել, շշմելու է։ Հաճախ նստում եմ զրույցի իրանց հետ, իմ քարերի հետ, ու սիրում եմ զրուցել։ Այս ճերմակ սարը, որ տեսնում ես, դա իշխանասարն է, եթե ուշադիր նայեն գագաթին, գագաթի վրա արդեն թուրքերը նստած են։ Երբ գնացել եմ Արցախ, առաջի անգամ գնացել եմ Արցախ 1992 թվականին դա միասնության ճանապարհը բացելուց աղեր, երբ բացեցինք Բերձորի ճանապարհը, Լաչինի ճանապարհը երբ բացեցինք, ազատագրեցինք, գուցե յուրաքանչյուրիս իր ծննդավայրը շատ ավելի լավ է, ավելի գեղեցիկ է իր համար, բայց Արցախի նման դրախտավայր գոյություն չունի։ Արցախից գեղեցիկ տեղ աշխարհում չկա։ Ինձ համար